համագործակցելու։ Դուք ասացիք, որ կներես, դուք ասացիք, որ դաշնակցության հետ եք, առաջադրվել միաժամանակ դաշինք կազմել, դաշնակցությունն այս պահին Հայաստան դաշինքի կազմում է, որի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Կարելի է ֆիքսել, որ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ աջակցում է ձեզ։ Չի կարելի այդպես ֆիքսել, բայց բոլորին հայտնի, ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ եմ։ Եվ այսպես ասեմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները եղել են Հայաստանի խաղաղ, արժանապատիվ զարգացման տարիները, բայց ավելի ճիշտ կլինի մենք այսօր խոսենք վաղարշապատից, որովհետև մենք ծրագրով եւ թիմով ներկայացնելու ենք վաղարշապատցու խնդիրները, մեր քաղաքի խնդիրները եւ բնականաբար զարգացման հեռանկարները։ Ասացիք, կարգախոսն է եկել է ժամանակը։ Նկատի ունենք եկել է փոփոխությունների, թե հենց կոնկրետ իշխանափոխության ժամանակը։ Կոնկրետ եկել է իշխանափոխության ժամանակը եւ կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից, որովհետեւ մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա այս ընտրությունները ինչքան էլ որ համանքային մակարդակի ընտրություններ են, բայց մի քանի ամսից լինելու են ազգային ժողովի ընտրություններ եւ այս ընտրությունները իր հետքը թողնելու է։ Այս ընտրությունները իր հետքը թողնելու է տարբեր բնագավառներում։ Ես նախորդիվ էլ ասել եմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջողություն ունենա, հաջորդելու է դա գրող դեպի Մայրաթոր, դեպի Վեհարանը եւ այսպես շարունակ այն ազգադավ մտածելակերպը, որ իրենք ունեն, փորձելու են շարունակեն, բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին առավել կամ հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ եւ թույլ չի տալու այդ ամենը։ Պարոն Խաչատրյան, դուք ասացիք, որ ապօրինություններ են արդեն անում ԿՊ ձեր անձնահարազատների ընտանիքի նկատմամբ, ո՞նց եք պայքարելու ապօրինությունների դեմ։ Դե փորձելու ենք բարձրաձայնենք այդ ապօրինությունները, այդ ապօրինությունների մեջ ամենալավ պայքարը լինելու է ԿՊ-ին հաղթանակը, որպեսզի իրենք պարտվեն վաղարշապատ համայնքում եւս մեկ անգամ բոլորը համոզվեն, որ այդ ճղճիմ գործելակերպը մարդկանց տարիների վաստակ ունեցող մարդկանց իրենց ոլորտներում աշխատանքից ազատելը ոչ միայն վնասում է մեզ, ես ասեմ, իրենք դրանով մեր ռեյտինգը ավելի են բարձրացնում եւ մեր թիմը ավելի շատ համալրում են նոր համակիրներով։ Պարոն Խաչատրյան, նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը կներեք, վաղարշապատցու համար ինչ է արել, որ հիմա կոպիտ ասած հենց պարշճակատով ԿՊ-ն նորից ակնկալում է վաղարշապատցու ձայնը։ Դիանա Գասպարյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել, դուրս է եկել։ Ես կարծում եմ, որ Էջմիածնեցու համար մեծ բաներ արած լիներ, դա տեղի չէր ունենա եւ իհարկե մենք ընթացքում ենք դրա մասին խոսելու եւ տեսեք, էլի նույն քաղաքական թիմն է գալիս, տեսնենք այս քաղաքական թիմը ինչ է առաջարկելու եւ ինչ է անելու, բայց իրենց ֆանտազիան ընդհանուր իրենց կուսակցությունով քաղաքի համայնքի մակարդակում ասֆալտային տրամաբանությունից այն կողմ դեռ չի անցել։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք Հաղթանակ դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող Սևակ Խաչատրյանի